Ողջույն Լիաննա, ինչու որոշեցիք անդրադառնալ սպորտի հոգեբանությանը։ Ողջույն Անահիտ, ես հոգեբան եմ, ես նաև ծնող եմ, եւ իմ երեխան մարզիկ է։ Ինչպես են այս երկու դերերը հանդիպում ձեր կյանքում։ Այս երկու դերերը ամեն օր հատվում են, հատկապես սպորտի միջոցով։ Իմ երեխան զբաղվում է կարատեով եւ այդ ճանապարհը ինձ թույլ է տվել տեսնել երեխայի աշխարհը ոչ միայն մասնագիտական, այլ նաև ծնողական աչքերով։ Ինչ եք տեսնում որպես ծնող եւ որպես հոգեբան։ Տեսնում եմ, թե ինչ է երեխան ապրում մարզման ընթացքում, ինչ է զգում մրցումից առաջ եւ մրցումից հետո, եւ որքան մեծ ազդեցություն ունի այն միջավայրը, որտեղ նա մեծանում է։ Ինչի մասին է լինելու այս տեսանյութերի շարքը։ Այս տեսանյութերի ընթացքում խոսելու եմ երեխաների տարիքային հոգեբանական առանձնահատկությունների մասին, ծնող երեխա առողջ եւ վստահելի փոխհարաբերությունների մասին, սպորտի հոգեբանության մասին, հատկապես մրցումներին երեխայի հոգեբանական պատրաստվածության տեսանկյունից։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր է, որովհետև մրցման ընթացքում հաջողում է այն մարզիկը, որն ուժեղ է ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև նա, ով ունի կայուն հոգեբանություն։ Եվ այդ կայունության ձևավորման մեջ մեծահասակի, ծնողի կամ մարզչի դերը շատ ավելի մեծ է, քան մենք երբեմն պատկերացնում ենք։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։